Տոլմայի իրական հայրենիքը Հայաստանն է։ Նրա բազմազան տեսակները մեր խոհանոցի անբաժանելի մասն են, մանավանդ ամառվա ամիսներին, երբ սեղանին դրվում է ամառային տոլման։ Այստեղից հետևություն, որ տոլման բուն հայկական է։ Տոլմայի քանի տեսակ է ձեզ հայտնի։ Արդյոք Հայաստանից հեռու գտնվելով ձեր օջախում պատրաստվում է տոլմա եւ հատկապես տարվա որ եղանակին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Այն շատ կարեւոր է հասկանալու, թե որքան մեծ տարածում է ստացել ավանդական հայկական տոլման։ Առավել եւս գրեք, եթե գիտեք ռեստորաններ աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ պատրաստվում է ավանդական հայկական տոլմա։ Տոլման պատրաստվում է դդմի ծաղիկներով, թթենու, մորի եւ լոբու տերևներով կամ լցոնվում տարբեր բանջարեղեններով։ Տարբերակները շատ են։ Էլ չեմ խոսում մումբարի մասին։ Այդ մումբարը մի հրաշք բան էր։ Երբ տատս սկսում էր մումբար սարքել, մեզ սպանում էր ուղակի։ Ամեն օր տատ չպրծար ասում էր օրմալ սաբրիկ, տատ չպրծար օրմալ սաբրիկ, եւ այդպես օրմալ սաբրիկ, այսինքն մի օր էլ համբերեք, ձգում էր մինչև մի շաբաթ 10 օր, ինչ էր անում։ Ոչխարի կամ կովի փորը նախապես եռման ջրով դնում էր, մաքրում էր, շիբով եռացնում եւ մի քանի օր թողելով ջրի մեջ, ամեն օր ջուրը փոխում էր։ Վերջի օրը, երբ արդեն պետք է տոլման պատրաստեր, կլոր փորերը ձևում էր մի ափսեի չափով։ Փորի կողքերին անցքեր էր բացում, այնուհետև այդ նույն փորից այսպես սիրիմներ էր կտրում, թելեր էր կտրում։ Միջուկը սարքում էր, այս միջուկի մեջ լցում էր եւ պոպոկ, եւ նուշ, այս տոլմայի միջուկի մեջ։ Լցնում էր այդ փորերի մեջ, սիրումով այսպես կապում էր եւ դրանք տեղադրում էր ղազանի մեջ, ինչպես նաեւ հալալ աղին, ոչխարի հալալ աղին, դա էլ էր լցոնում եւ էփում։ Այդ կերակուրը կոչվում էր մումբար։ Ամառային տոլմա պատրաստելուց առաջ թարմ խաղողի կամ կաղամբի տերևները եռման ջրի մեջ մշակում են, իսկ բանջարեղենը նախապատրաստում են միջուկը փորելով։ Գյուղական միջավայրում, երբ կանայք զբաղված էին ուտելիք պատրաստելով, տղամարդիկ անգործ չէին մնում։ Ամեն մեկն ուներ իր զբաղմունքը։ Հենց սմբուկը, պղպեղը կամ լոլիկը անգերազանցելի համ էին հաղորդում ամառային տոլմային։ Երբ կանայք փորում էին բանջարեղենի միջուկը, տղամարդիկ կարող էին միս նաղալ։ Անգերազանցելի համ մսին հաղորդում էր կանաչին։ Ամառային տոլմայի միջուկին ավելացնում էին բրինձ եւ տարբեր համեմունքներ, որից հետո ստացված անուշաբույր խառնուրդը ձեռքով մի լավ խառնում էին, որից հետո գդալով նրբորեն լցնում նախապես պատրաստած բանջարեղենի մեջ։ Կամ փաթաթում խաղողի կամ կաղամբի տերևների մեջ, ձևավորելով բուրավետ գլանափաթեթներ։ Ոնց էր տատս տոլմա դնում, ամառային տոլման, խաղողի տերևով, լոբու տերևով, բիբարի թթի տերևով, բազուկի տերևով, չեմ հաշվում բադրջան, բիբար, մենակ այս սրանց տերևներով մի խառը տոլմա էր դնում, ժողովուրդ ջան, մի անմահական բան էր դառնում, այնքան հաճելի էր։ Ինչպես նաև Վանում կար խնձորի մի տեսակ, որը կանաչ խնձոր էր եւ մերոնք ասում են, որ ուտելուց շրխկում էր ինքը։ Ամռան ընթացքում այդ խնձորի փորը դատարկում էին, չորացնում, պահում ձմեռը դնում էին գոր ջրի մեջ, ինքը ետ էր գալիս եւ այդ խնձորն էլ էին լցոնում, որով տոլմա էին պատրաստում էլի։ Էլ չեմ ասում, որ սոխով տոլման իր հերթին են պատրաստում։ Կան տարբեր տեսակի տոլմաներ, այդ թվում նաև պասուց,
իհարկե պահքի ժամանակաշրջան։ Կան տարածաշրջանային տոլմայի տարատեսակներ։ Մի հետաքրքիր, շատ հետաքրքիր իրադրության հետ մենք հանդիպեցինք սոխի մեջ պատրաստված տոլմա։ Մենք երբ որ իրականացնում էինք տոնատիսական կերակրատեսակների փառատոն եւ մի տարի մենք հրավիրել էինք Հայաստանում ներկայացված ազգային փոքրամասնություններին իրենց մշակույթով, այդ թվում նաեւ խոհանոցը։ Եվ ասորիները ներկայացրին սոխի տոլմա։ Հայերն ու ասորիները դարերով կողք կողքի ապրելով մշակութային ժառանգություն են փոխանակել, անկախ նրանից, թե սոխով տոլման ում մոտ է սկզբնապես առաջացել։ Հայերիս մեջ սոխով տոլման ընդունված է օրինակ շիրակցիների շրջանում, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ նման կերակրատեսակներ կան նաև Ղրիմում, Մոլդովայում, Ռոստովի շրջանում, Ուկրաինայում եւ Ռումինիայում։ Տոլման եփում են մարմանդ կրակի վրա եւ վերջում թողնում հանգստանա, որպիսի համերը միահյուսվեն եւ ուտեստն առավել անուշաբույր դառնա։ Տոլման հայկական տոնածիսական ուտեստ է, մատուցվել է խաղող օրջներքի եւ սրբխեչի տոներին, մածուն սխտորով, տաք կամ սառը, հացով կամ լավաշի մեջ փաթաթված։ Մեր կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է տոլմայի փառատոն համահայկական եւ այդ փառատոնի ընթացքում ի հայտ են գալիս տոլմայի տարբեր տարատեսակներ։ Ամեն տարի մի 70-80 տարատեսակներով մեր փառատոնի մասնակիցները ներկայանում են։ Լոբու տերևի մեջ, որը հադրութի շրջանին ավելի այսպես հարիր տոլմայի տարատեսակ է, մորի, սերկևիլի, թթի տերևով, վանա տարբերակը դդումի չբեղմնավորված ծաղիկի մեջ լցոնված տարբերակը Վանի Ղավուրմայի տոլման դա տոլմաների վերջն էր։ Ուրեմն Ղավուրմայի միջից ջոկում հանում էին ֆիլե մսերը, որոնք ոսկոր չէին։ Ուրեմն մոտ 1 սանտիմ երկարությամբ դանակով կտրատում էին, այնուհետև իրարից բացում։ Սրանով միջուկ էին պատրաստում, էլի կարմիր բլղուրը մեջը, էլի ծեծած պոպոկը մեջը եւ տոլմա էին փաթաթում։ Տղեր, սա, չգիտեմ, կատարելությունն էր տոլմայի։ Այդքան համեղ։ Հիշում 2016 թվականի փառատոն էր կարծեմ, առաջ անգամ մի հայտ եկավ տոլմայի խորոված տարբերակ։ Եվ իրականացնող ես կարող եմ նաեւ նշել Կարենը, մեր Պողոսյան կաղամբի մեջ էր փաթաթել, բայց բրինձը խաշել էր նոր էր մտցրել զանգվածի մեջ եւ արդեն կաղամբի մեջ կարողանում էր խորովել եւ հասցնել, որովհետեւ եթե միսը այնպես եւ բրինձը հում լիներ, բրինձը չի հասցնի խորովել։ Օրինակ իմ տատիկը անպայման դոլմայի դագը պետք է դներ գտոր ոսկոր, ծուծով ոսկոր, սխտորի ամբողջական հատիկներ եւ թարմ անանուխի թերթիկներ։ Պարսկահայքի խոհանոցում անպայման մի ջութ խաղող են դնում կիսաթթված, որպեսի թթվայնություն դա դոլմային։ Եվ այսպես ասեցի արդեն եւ սերկևիլը եւ խնձորը այդ բոլորը մտնում են դոլմայի մեջ, ստեղծելով յուրահատուկ բույր եւ համ։ Հայկական տոլման ոչ միայն կերակուր է, այլև սիրո եւ համախմբման խորհրդանիշ։ Սկսած խաղողի տերևների նախապատրաստումից մինչև ամբողջ ընտանիքով գերդաստանով սեղանի շուրջ նստել ճաշակելը։ Տոլման սեր է, այն բուն հայկական է։